Սիրելի իմ ժողովուրդ, երբ առավոտյան վեր եք կենում, անմիջապես անկողնուց չի կարելի վեր կենալ, որովհետև մարմինը դեռ պատրաստ չի արագ վեր կենալուն։ Պետք է կատարել ձգումներ, պետք է կատարել մերսումներ, ձեռքերի, ոտքերի, այնուհետև հոդերի, իսկ ինչու չէ, նաև կարելի է հոտավետ որևիցե մոմ վառել, որովհետև այն շատ լավ է անդրադառնում ձեր առողջության վրա։ Այնուհետև դանդաղ վեր կենալ, գալ արևի մոտ եւ ասել բարև արև, շնորհակալ լինել արևին, օրը, որ սկսվել է, եւ շնորհակալ եղեք, որ դուք արթնացել եք առողջ եւ շարունակելու եք այդ օրը։ Սիրելիներս, դա կարևոր պայման է, որ դուրս գաք անպայման արևին բարև տաք, շնորհակալ լինեք այդ օրվա համար, որովհետև դա ապացուցված է տիբետյան բժշկության կողմից, որ երբ առաջի հերթին շնորհակալ ես լինում, ապա ամբողջ օրդ լի է էներգիայով եւ ամենուրեք քեզ սպասվում է հաջողություն։ Սիրելիներս, իհարկե ասել եմ, որ անպայման պետք է խմել 1 բաժակ ջուր, 1 բաժակ ջրից հետո անպայման կես ժամ հետո որևիցե յուղ, քունջութի յուղ կամ նախապես նաև կարող եք քունջութը ծամել եւ յուղը խմել, որովհետեւ այն համարվում է լեղամուղ, թեթև լեղամուղ, որը շատ լավ է անդրադառնում ձեր օրգանիզմի վրա, չի թողնում սրտի աշխատանքը վատ լինի, օմեգայի շնորհիվ եւ այն չի թողնում, որ օրգանիզմում առաջանա տրոմներ, բացի այդ իջեցնում է խոլեստերինի քանակությունը։ Սիրելիներս, նաև շատ կարևոր է, որ օգտագործեք որևիցե մի թեյ, օրինակ ռոզմարինի թեյ, կամ կարող եք ռամաշկայի թեյ երիցուկի, կամ ինչ որ ձեր ձեռքի տակ կա։ Այդ թեյը ապացուցված է, որ եւ նерվային համակարգն է լավացնում, եւ ձեզ խաղաղեցնում, եթե կա ներքին տագնապ, այն ձեր օրգանիզմից հանում է եւ եթե իհարկե այն ոչ շատ տաք է, ապա նաեւ այրան շրջանառությունն է լավացնում, այն կարգավորվում է նաեւ սրտի աշխատանքը, վիտամինների, միկրոէլեմենտների քանակությունը, որ ձեզ շատ անհրաժեշտ է եւ ասեմ ձեզ նաեւ գտնում են, որ անպայման երբ օգտագործում եք կաշա որևիցե, ապա անպայման կեսօրին պետք է օգտագործել խնձոր, իսկ գիտեք, նաև գտել եմ, որ խնձորը, եթե օրը 1 հատ օգտագործում եք, ինքը կյանքը երկարեցնող հրաշալի միջոց է, որովհետև բոլորս գիտենք, խնձորը միկրոէլեմենտների ու հանքանյութի քանակություն, նաև ասում են, որ իր կճեպի մեջ շատ ավելի վիտամիններ է պարունակում, քան հենց պտղամսի մեջ։ Դրա համար օգտագործում ենք ժամը 12-ի կողմերը 1 հատ խնձոր, չէ որ եթե գտնում են, եթե այդքան ուսումնասիրել են, որ ինչն է օգտակար մեր օրգանիզմին, ապա մենք օգտագործենք, փոխանցենք մեկս մեկին այս հրաշք տեղեկությունը, որպեսզի բոլորս լինենք առողջ։ Սիրելիներս, հետևեք վաղը իմ այս տեսանյութի շարունակությանը եւ դուք կտեսնեք հետո ինչ պետք է անենք, որպեսզի եւ մեր նյութափոխանակությունը եւ առողջությունը աստիճանաբար լավացնելով երբեք որևիցե հիվանդություն ձեռք չբերենք։ Սիրում եմ ձեզ։